Մինչ Փաշինյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ տարբեր երկրներից, Մոսկվան չի շտապում այդ հարցում։ Ակտիվ են հատկապես հիմա եվրոպական երկրների ղեկավարները, բայց նրանցից հետ չեն մնում նաև ԵԱՏՄ անդամ երկրների, օրինակ Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները։ Պուտինը սակայն առնվազն դեռ մի քանի օր չի շնորհավորելու Փաշինյանին։ Կրեմլի խոսնակն ասել է, որ իրենք նախընտրում են սպասել ընտրությունների վերջնական արդյունքներին։ Ուշագրավն այն է, որ Դմիտրի Պեսկովը հատուկ ընդգծել է ընտրությունների ժամանակ գրանցված խախտումների փաստն ու ասել, որ ուշադիր հետևում են դրանց վերաբերյալ հնչած բազմաթիվ ահազանգերի։ Ընտրություններից հաշված օրեր առաջ Փաշինյանը վստահեցրել էր, որ հաղթելուց հետո կմեկնի Մոսկվա, կհանդիպի Պուտինի հետ և կհանգուցալուծի վերջերս հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված աննախադեպ ճգնաժամը։ Մոսկվայում սակայն առայժմ նրան չեն սպասում և հանդիպման մասին որևէ պայմանավորվածություն չկա, ասել է Պեսկովը։ Вы знаете, что там много участников выборов планируют. Դուք գիտեք, ընտրություններին մասնակցած շատ ուժեր մտադիր են բողոքարկել արդյունքները, վերահաշվարկել լինելու, այսինքն բարդ և երկար գործընթաց է։ Այնպես որ երբ նախընտրական այս ողջ պատմությունն ավարտվի, կախված դրա արդյունքներից մենք երկկողմ մակարդակում որոշում կկայացնենք։ Двустороннем уровне принимать решения. Որ Մոսկվան կասկածի տակ է դնում Փաշինյանի հաղթանակի օրինականությունը, շատ ավելի թափանցիկ կերպով հնչեց նաև Պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկու կողմից, ով մեղադրեց Փաշինյանի կառավարությանն արդյունքները կեղծելու մեջ։ Ամեն ինչ արվեց, որպեսզի ընդդիմության օգտին քվեարկած մարդկանց քվեաթերթիկները ոչնչացվեին կամ վնասվեին։ Ընդդիմությունից գողացվել է ստացած ձայների առնվազն 20%-ը։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը շատ ավելի ուղիղ բաց տեքստով մեղադրում է Հայաստանի իշխանություններին զանգվածային ընտրախախտումներ անելու և ընդդիմադիրների դեմ բռնաճնշումներ գործադրելու մեջ, հեգնելով ժողովրդավարական երկիր լինելու մասին Փաշինյանի պնդումները։ Ընդդիմության վրա տոտալ և աննախադեպ ճնշումներ են գործադրվել։ Ընտրությունների օրն անգամ ընդդիմադիր թեկնածուներ են ձերբակալվել, որոնք հանդես են գալիս առաջին հերթին Հայաստանի ազգային շահերի օգտին, իսկ հայ-ռուսական հարաբերությունների պահպանումը բխում է Հայաստանի շահերից։ Այս ամենը մեզ համար բացարձակապես անընդունելի է։ Չգիտեմ ինչպես է հնարավոր, որ ժողովրդավարական երկրում ընդունելի համարվի ընտրություններին մասնակցող թեկնածուների ձերբակալությունները լիովին անհիմն հիմքերով։ Վախի ընտրարշավ, ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը Հայաստանի պատմության մեջ անցկացված ամենից կեղտոտ ընտրություններում։ Ահա նման կոշտ վերնագրով խմբագրական հոդված էլ ռուսական պետական 10 գործակալությունն է հրապարակել երեկ։ Հոդվածագիրը հեգնանքով հիշեցրել է Փաշինյանի հավաստիացումները, թե Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է և պնդել, որ դա հեռու է իրականությունից։ Հայ ժողովուրդը նման ծավալի կեղծիքներ ու վարչական ճնշում չէր տեսել անկախության 30 տարվա մեջ։ 10-ի հոդվածագիրը հիշեցրել է, թե ինչպես են այս ընթացքում իշխանության հրամանով ընդդիմադիրների ձերբակալել, հետապնդումներ սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ, հիշեցրել է նաև քարոզարշավի ժամանակ Փաշինյանի հնչեցրած աղմկահարույց սպառնալիքներն ու վեճի բռնվել է իրեն չընդունող քաղաքացիների հետ։ Նույնիսկ այս բոլոր ճնշումների, հետապնդումների, ահաբեկման, զանգվածային կեղծիքների և վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառման պայմաններում Փաշինյանի կուսակցությունը չկարողացավ ստանալ ընտրողների մեծամասնության աջակցությունը և չհավաքեց 50+1 ձայն։ Ընդգծված բացասական շեշտադրումներով են կայացած ընտրություններին անդրադարձել նաև ռուսական հեռուստաալիքներն ու թոք-շոուները, որոնք բնականաբար իշխանությունների տրամադրությունները կամ ուղերձներն են փոխանցում։ Премьер Пашинян запустил карательную машину. В преддверии выборов по стране прошла волна громких арестов. В нашем МИДе происходящее назвали попыткой совершить преступление против демократии. Выборы эти выборами считать, конечно же, нельзя. Провел омерзительным образом. Нет такого нарушения, которое не было допущено. Выборы изначально были несправедливы из-за препятствий, которые чинила власть. Беспрецедентное давление на избирателей, массовые аресты оппозиции, далеко не безупречные выборные технологии. Ռուսական կոմերսանտն էլ գրում է, որ տարածաշրջանային և գլոբալ տերությունների պայքարը Հայաստանի համար նոր է սկսվում միայն։ Բրյուսելը հիմա ավելի շատ քայլերի է սպասում Փաշինյանից Եվրոպայի հետ մերձեցման հարցում, իսկ Մոսկվան հասկացնել է տալիս, որ հայ-ռուսական հարաբերությունների ապագան կախված կլինի հենց Փաշինյանի քայլերից։ Թուրքիան ու Ադրբեջանն էլ ակնկալիքներ ունեն Հայաստանի վարչապետից, ընդգծում է կոմերսանտը։ Հիշեցնում Անկարայից հնչած հայտարարությունը, թե Փաշինյանի հաղթանակից հետո համարձակ քայլերի են սպասում նրանից։ Այդուհանդերձ ռուսական պարբերականը ևս ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Փաշինյանին չհաջողվեց բացարձակ հաղթանակ տանել և սահմանադրական մեծամասնություն ստանալ նոր խորհրդարանում, որովհետև դա կարող է խնդիրներ ստեղծել Բաքվի հետ։
Անհասկանալի է մնում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը կարողանալու կատարել Բաքվի հիմնական պահանջը փոխել երկրի մայրօրենքը, հաշվի առնելով, որ նոր խորհրդարանում սահմանադրական մեծամասնության բացակայությունը նրան խանգարելու է ինքնուրույն փոփոխություններ կատարել սահմանադրությունում։ Իսկ խորհրդարան մտած երկու ընդդիմադիր ուժերը կտրականապես դեմ են Ադրբեջանին օրենսդրական զիջումներ անելուն։ Ընտրություններից օրեր առաջ, երբ հայկական բազմաթիվ ապրանքների մուտքը ռուսական շուկա արգելվեց, Փաշինյանը հավաստիացրեց, որ հաղթելուց հետո ամեն ինչ իր տեղն է ընկնելու։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը, սակայն, շատ ավելի կոշտոնայնությամբ այսօր զգուշացրել է՝ ԵԱՏՄ-ում մնալ դուրս գալու հարցում Փաշինյանի որդեգրած ձգձգելու մարտավարությունը չեն հանդուրժելու։ Հայաստանի իշխանությունն ուզում է օգտվել ԵԱՏՄ-ի բոլոր արտոնություններից, որպեսզի զուգահեռ պատրաստվի անդամակցել Եվրամիությանը։ Как говорится, не можно. Такие иждивенческие... Ոչ, ուրիշի հաշվին ապրելու այս մոտեցումը մեր ու ԵԱՏՄ անդամ գործընկերների հանդեպ մենք չենք հանդուրժելու։ ԵԱԵՍ к нашим партнерам по ЕАЭС терпеть мы не намерены. Արտգործնախարար Լավրովն էլ հիշեցրել է այսօր, թե ինչ անուն էր կրում Փաշինյանի դաշինքը, որով նա 2017-ին մտավ խորհրդարան նախքան իշխանության գալը։ Այն ելք էր կոչվում ու նշանակում էր, որ նպատակ էր դրված դուրս գալ Ռուսաստանի հետ ինտեգրացիոն բոլոր միավորումներից, ասել է Լավրովն ու կրկին կոչարել, որքան հնարավոր է արագ անցկացնել ԵԱՏՄ-ում մնալու կամ դուրս գալու հարցով հանրաքվե։ Пока ни о каком выходе из Евразийского экономического союза речь не идет, потому что мы еще... Հայաստանի վարչապետը պնդում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա իրենց օրակարգում հիմա, որովհետև դեռ չեն սկսել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց, բայց նրանք այդ մասին օրենք են ընդունել եւ հարցը շատ ուղիղ դրված է, այնպես որ օպերատիվ կերպով պետք է լուծում տրվի այս հարցին։ Եվ ոչ թե նրա համար, որ մենք չենք հարգում հայ ժողովրդի այլ ընտրությունը, այլ որովհետև ուզում ենք իմանալ, թե ինչ ընտրություն է ուզում անել ժողովուրդը եւ հայ ժողովրդի կամ արտահայտման նկատմամբ հարգանքն արտահայտվի, որքան հնարավոր է արագ եւ հայ ժողովուրդը հասցնի ընտրություն կատարել, ոչ թե փաստի առաջ կանգնել։ Перед фактом. Լավրովն այսօր Կազանում մասնակցում էր ՀԱՊԿ նախարարական նիստին, որին Հայաստանի արտգործնախարարը կրկին ներկա չէր, ինչպես վերջին 3 տարիներին է։ Նախընտրական բանավեճի ժամանակ Փաշինյանը չէր ասել, թե երբ են դուրս գալու ՀԱՊԿ-ից, եթե այսքան տարի սառեցված են պահում անդամակցությունը եւ հետ վերադարձի միտք չունեն։ Փոխարենը պնդել էր, թե երբ նպատակահարմար գտնեն, այդ ժամանակ էլ կկայացնեն դուրս գալու մասին որոշումը։ ՀԱՊԿ-ում սակայն ձեռքերը ծալած նստել կարծես չեն պատրաստվում։ Լավրովնի պատասխան անդամավճարը չմուծելու պատճառով Հայաստանի կուտակած պարտքերն է հիշեցնում։ Մենք այսօր քննարկել ենք այդ հարցը եւ պայմանավորվել, որ կդիտարկենք ՀԱՊԿ կանոնադրության մեջ առկա համապատասխան հոդվածը գործի դնելու հնարավորությունը։ ՀԱՊԿ-ի կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն 2 տարուց ավելի անդամավճար չմուծելու դեպքում անդամ երկրները կարող են ձայնի իրավունքից զրկել տվյալ պետությանը, մինչև չմարվի պարտքը։ Կասեցվի նաև այդ երկրից ներկայացուցիչների ընտրությունը կազմակերպության ղեկավար պաշտոններում։ Իսկ եթե անդամ երկիրը չի կատարում կանոնադրության պահանջներն ու ՀԱՊԿ-ի ներսում կայացված որոշումները, դաշինքի ղեկավարները կարող են սառեցնել այդ երկրի մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին կամ էլ ընդհանրապես հեռացնել նրան կառույցից, այն էլ առանց այդ երկրի ձայնը հաշվի առնելու։ Լավրովը գուցե հենց այս սցենարի մասին էլ ակնարկում էր։